1978 թվականի նոյեմբերի 18-ին նույն վայրում, նույն րոպեին 918 մարդ միանգամից որոշում է վերջ տալ սեփական կյանքին։ Դեպքի հաջորդ օրվա լուսանկարները ցնցեցին աշխարհը։ Հարյուրավոր մարդիկ ընտանիքներով, մայրերը գրկած երեխաներին ուղղակի հանդարտ պառկած էին գետնին, կարծես քնած էին։ Միայն թե նրանք քնած չէին։ Պաշտոնական վարկածով 918 հոգի պարզապես միասին որոշել էին նույն րոպեին խմել թույն եւ կամավոր հեռանալ կյանքից։ Միայն թե այստեղ մի բան այն չէր, ինչու որոշ մարդկանց մարմինների վրա հետագայում հայտնաբերվեցին ներարկումների հետքեր, այնպիսի տեղերում, որտեղ մարդը ինքն իրեն չէր կարող ներարկում անել, օրինակ մեջքին կամ ուսերի հատվածներում, ինչու մինչև այսօր այս դեպքի հետ կապված փաստաթղթերը գաղտնի են պահվում ԱՄՆ-ի արխիվներում եւ փակ են հանրության համար։ Եվ ամենակարևոր հարցը, ինչու պետք է 918 մարդ իրար բացարձակ չճանաչող մի օր ցերեկով հավաքվեին եւ որոշեին նույն րոպեին վերջ տալ սեփական կյանքին մի մարդու հրամանով։ Ով էր այդ մարդը եւ ինչ էր տեղի ունեցել այս դեպքից ընդամենը 15 րոպե առաջ, ինչը ստիպել էր նրան տալ նման սարսափելի հրաման։ Այս պատմությունը շատ հետաքրքիր է, փոքրիկ խնդրանք։ Վիդեոյի արանքում կլինեն կարճ գովազդներ, բայց այդ գովազդներն են օգնում, որ ես ամեն շաբաթ ձեզ համար նոր վիդեո նկարեմ։ Այնպես որ զինվեք համբերությամբ ու ըմբռնումով ու շատ մի նյարդայնացեք այդ փոքրիկ գովազդներից։ Նա արել է բոթաքս ու ֆիլերներ։ Նա էլ է արել բոթաքս ու ֆիլերներ։ Զգում եք տարբերությունը։ Բոթաքսը, ֆիլերները եւ էսթետիկ պրոցեդուրաները իսկական նվեր են մեր կանանց համար, ովքեր ուզում են երկար գեղեցիկ մնալ, բայց դրանք նվեր են միայն պրոֆեսիոնալների ձեռքում։ Վատ մասնագետի դեպքում դրանք իսկական չարիքի են վերածվում։ Եթե Լոս Անջելեսում ուզում եք բոթոքս, ֆիլերներ կամ դեմքի մաշկի հետ կապված որևէ պրոցեդուրա անել, գնացեք Zavant Aesthetics։ Այստեղի մասնագետները ոչ թե ձեր տարիքի համար անբնական երիտասարդ տեսք են ձեզ տալիս, այլ անում են գրագետ աշխատանք, որպեսզի դուք պահպանեք ձեր նույն դեմքը, բայց շատ ավելի գեղեցկացած, թարմացած ու խնամված լինեք։ Որպեսզի ավելի ճիշտ հասկանանք, թե ինչ է տեղի ունենում նոյեմբերի 18-ին, պետք է հասկանանք, թե ովքեր էին այս մարդիկ, այս 918 մարդը։ Այս մարդիկ սովորական ամերիկացիներ էին, Կալիֆոռնիայից, Ինդիանայից, Տեխասից հավաքված, հիմնականում սևամորթներ էին։ Ինչու, որովհետև 60-ից 70-ական թվականներին ռասիստական Ամերիկայում սևամորթները փնտրում էին մի տեղ, որտեղ հնարավոր կլինի գտնել հավասարություն, որտեղ սևամորթ երեխաները կկարողանան խաղալ սպիտակների հետ, որտեղ սևամորթներն ու սպիտակները կկարողանան աղոթել նույն դահլիճում, եւ նրանք գտնում են այդպիսի մի տեղ։ Համենայն դեպս նրանց այդպես թվում էր։ Այս բոլոր մարդիկ նույն եկեղեցու անդամն էին։ Եկեղեցին կոչվում էր People's Temple կամ ժողովրդի տաճարը։ Այն տարիների Ամերիկայում, երբ սևամորթների համար նույնիսկ ավտոբուսներն էին առանձին, երիտասարդ քարոզիչ Ջեյմս Ջոնսը, հիշեք այս անունը, նա գլխավոր դերակատարն է այս պատմության, ստեղծում է մի եկեղեցի, որտեղ հնարավոր էր նույն դահլիճում տեսնել սևամորթների ու սպիտակների։ Այն տարիների համար, երբ Ամերիկան ռասիստական էր, իսկ մարդկանց մեծ մասը 50-ականներ էին, սա իսկական հանցագործություն էր դիտվում։ Ով էր այս մարդը, Ջեյմս Ջոնսը։ Ջեյմս Ջոնսը ծնվել էր Ինդիանայում ու մանկությունից նա, մեղմ ասած, տարօրինակ երիտասարդ էր։ Տարօրինակությունները Ջեյմս Ջոնսի մոտ սկսվել էին դեռևս մայրիկից, ով շատ համառ եւ խիստ կին էր, բայց միևնույն ժամանակ շատ տարված էր միստիկ երևույթներով եւ ինքն իրեն, իսկ հետո նաեւ իր որդուն համոզել էր, որ նա գերբնական ուժեր ունի։ Իբրև թե երազում իրեն հայտնվել է հրեշտակը եւ ասել է, որ իր որդին մեծ մարդ է դառնալու, փրկիչ կամ մարգարե, որի հետևից հազարավոր մարդիկ են գնալու։ Եվ դրան հավատացել էր ոչ միայն մայրը, այլ նաև տղան։ Ավելին, Ջեյմս Ջոնսը տարիներ հետո արդեն ասում է, որ ինքը ոչ թե սովորական մարգարե կամ քարոզիչ է, այլ Հիսուս Քրիստոսի
ռեինկարնացիան, այսինքն վերածնված տարբերակը։ Փոքր տարիքից Ջեյմսը ուներ մեղմ ասած տարօրինակ նախասիրություն։ Նա պաշտում էր թաղումների արարողակարգը։ Հարևանները հետագայում պատմում են, որ փոքր տարիքում նա փնտրում գտնում էր մահացած կենդանիների մարմիններ եւ կազմակերպում էր նրանց համար թաղման արարողություն, որին պարտադիր ինքը ներկայանում էր, պարտադիր Սուրբ գրքից ընթերցանություն էր անում եւ հարևան բոլոր երեխաներին ստիպում էր պարտադիր գալ ու մասնակցել թաղման արարողությանը։ Նույնիսկ պատմում են, որ մի անգամ Ջեյմսը ինքն է վերջ տվել հարևանի կատվին միայն նրա համար, որ նրան դագաղ կառուցի եւ գեղեցիկ թաղման արարողություն անի։ Երևի թե այդ ժամանակ արդեն պետք է հասկանային հարևանները, որ այս տղայից բարի լուրեր սպասել պետք չէ։ Ինչևէ, Ջեյմս Ջոնսը մեծանում է եւ արդեն 24 տարեկանում նա Ինդիանապոլիսում ստեղծում է իր եկեղեցին, որի անունը դնում է People's Temple, այսինքն ժողովրդի տաճար։ Ժողովրդի տաճարի գլխավոր մեսիջը մարդկությանը այն էր, որ այստեղ մարդիկ հավասար են, գոյություն չունի մաշկի գույնի տարբերություն, գոյություն չունի սոցիալական տարբերություն։ Եվ սա իսկապես հեղափոխություն է լինում այս տարիների համար, իսկ Ջեյմս Ջոնսը դառնում է իսկական փրկիչ մարդկանց աչքում։ Այն, ինչ կատարվում է ժողովրդի տաճարում արարողությունների ժամանակ, ուղղակի հրաշքի էր նման։ Ջեյմս Ջոնսը բեմից տպավորիչ ճառեր էր ասում, իսկ հետո սկսում էր մարդկանց բժշկելու իր արարողությունը։ Նա հավաքում էր հաշմանդամ մարդկանց, հավաքում էր կույրերի, չլսողների եւ ընդամենը ձեռքի թեթև մոգական շարժումով կարողանում էր մարդկանց ազատել հիվանդություններից։ Նրա ամենահայտնի արարողությունը մարդկանց քաղցկեղից ազատելու արարողությունն էր, երբ նա ընդամենը կարդում էր իր ճառը, դրանից հետո մոտենում էր քաղցկեղով հիվանդ մարդուն, դիպչում էր նրա մարմնին եւ նրա մարմնից հանում էր մսի մի կտոր, որն էլ հենց նրա քաղցկեղն էր ու շպրտում էր դեն, դրանից հետո հավաստիացնելով, որ տվյալ մարդը լիովին առողջ է։ Սա տպավորում էր, ցնցում էր մարդկանց, մարդիկ լացում էին, աղոթում էին, պաշտում ու աստվածացնում էին Ջեյմս Ջոնսին։ Հետագայում միայն պարզ դարձավ, որ այս ամենը ոչ այլ ինչ էր, եթե ոչ բեմադրված ուղղակի ներկայացում։ Ժողովրդի տաճարի նախկին անդամները եկեղեցուց դուրս գալուց հետո միայն անկեղծ խոստովանում են, որ իրենք շատ հաճախ դերասան են որպես մասնակցել արարողակարգերին։ Մեկը խաղացել է կույրի դեր, մյուսը խաղացել է հաշմանդամի դեր, եւ նախապես Ջեյմսի կողմից մշակված սցենարով նրանք իբրև թե ծիսակարգի արդյունքում պետք է բժշկվեին, իսկ Ջեյմսի նախկին կինը հետագայում խոստովանում է, որ ամեն շաբաթ կիրակի Ջեյմսն իրեն ուղարկում էր մոտակա շուկա, որտեղից ինքը պարտադիր պետք է գներ հավի լյարդ ու թոքեր, եւ դրանք հետագայում հենց այն մսակտորներն էին, որոնք Ջեյմսը իբրև թե պոկում էր քաղցկեղով հիվանդ մարդկանցից, ցույց էր տալիս նրանց եւ ասում էր, ահա սա է ձեր քաղցկեղը, հիմա դուք ազատված եք հիվանդությունից։ Մի խոսքով իսկական գժանոց էր տիրում այս տաճարի ներսում։ Բայց վտանգը այն էր, որ Ջեյմսը շատ շուտ հասկացել էր գլխավորը։ Մարդիկ եկեղեցի գնում են ոչ թե Աստծու ու հավատքի հետևից, այլ գնում են իրականում նրա հետևից, ով իրենց հույս է տալիս։ Ու արդեն բոլորովին երկրորդական է այդ հույսը իրական է, թե կեղծ։ Ջեյմսը այդ հույսը տալիս էր մարդկանց եւ դա անում էր շատ պատկերավոր։ Ու դրա փոխարեն մարդկանցից պահանջում էր ոչ միայն լինել հլու հնազանդ հետևորդը իր եկեղեցու, այլ նաև տալ եկեղեցուն իրենց ունեցած վերջին կոպեկը։ Ամեն ինչ սկսվում էր շատ նուրբ։ Սկզբում այս եկեղեցու անդամները տալիս էին եկեղեցուն, իսկ ավելի կոնկրետ Ջեյմսին, իրենց աշխատածի 25%-ը։ Հետո կենացները թանկանում են եւ մարդիկ սկսում են անգամ իրենց սեփական տները անվանափոխել Ջեյմս Ջոնսի ու ժողովրդի տաճարի անունով։ Այս ամենը Ջեյմսը քողարկում էր նրանով, որ բոլոր մարդիկ տաճարում պետք է հավասար լինեն, նույնիսկ
իրենց ունեցած սեփականությամբ եւ ֆինանսական հնարավորություններով։ Եվ այսպես տպավորիչ արարողակարգերով ու ճառերով, որ ասում էր Ջեյմսը բեմից, նա կարողանում է կարճ ժամանակում ժողովրդի տաճարը, People's Temple-ը դարձնել շատ հայտնի մարդկանց շրջանում ու կարճ ժամանակում եկեղեցին ունենում է հազարավոր հետևորդներ։ Դառնալով հայտնի որպես քարոզիչ եւ հոգեվոր առաջնորդ, նա հասկանում է, որ հավաքած մեծ գումարները կոծկելու ու քողարկելու համար իրեն լուրջ կապեր են պետք, ու հենց այդ ժամանակ Ջեյմսը մտնում է մեծ քաղաքականություն, իսկ ավելի կոնկրետ սկսում է ծանոթություններ եւ ընկերներ ձեռք բերել այնտեղ, որտեղ նրան օգնելու են թաքցնել իր կեղտոտ գումարները։ Այս տարիներին Ջեյմսին սկսում են նկատել Ամերիկայի նախագահ Քարթերի եւ նրա կնոջ ուղեկցությամբ, նա նկարվում է սենատորների հետ, կոնգրեսմենների հետ, ասում են, որ այս ժամանակ արդեն Ջեյմս Ջոնսը ուներ մոտ $10 միլիոն, որոնք սակայն պահում էր Շվեյցարիայի ու Պանամայի բանկերի գաղտնի հաշիվների վրա, գումարներ, որոնք նա ստացել էր իր եկեղեցու հետևորդներից, ովքեր որ բերում ու եկեղեցուն էին նվիրում իրենց ունեցած վերջին կոպեկը, հավատալով, որ դա անում են հավասարության ու հավատքի համար։ Ու հիմա պետք է պայթեր առաջին գլխավոր ռումբը, որի հետևանքով էլ 918 մարդ հայտնվելու էր հարավային Ամերիկայի ջունգլիներում եւ որի արդյունքում այդ բոլոր մարդիկ նույն վայրկյանին որոշելու են վերջ տալ սեփական կյանքին։ Ինչ է տեղի ունենում։ 2000 ամուսնացած տղամարդու հարցնում են, իսկ դուք համարում եք ձեզ երջանիկ։ Այո, պատասխանածների 80%-ին միավորում է մի բան, որ նրանք ամեն շաբաթ անում են իրենց կնոջ հետ։ Եվ գիտեք դա ինչն է, երկուսով առանց երեխաների գնում են ժամադրության։ Ուրեմն հիմա վերցնում եք հեռախոսը, մտնում եք Veranda Lounge-ի Instagram-ի էջ, տեսնում եք թե որ օրը սիրուն երաշտական երեկո ունեն, վերցնում եք ձեր ամուսնուն ու գնում եք ժամադրության, որ ձեր ամուսնությունից ինքն էլ գոհ ու երջանիկ լինի։ Իդեպ որ գնում ես Վերանդա, մի տեսակ ոնց որ Երևան գնաս առանց ինքնաթիռ նստելու ու զգաս Երևանի շունչը։ Ջեյմս Ջոնսը եւ նրա եկեղեցին կամ աղանդը, անվանեք ինչպես ուզում եք, զարգանում էին, ծաղկում էին ու հարստանում էին։ Մինչև այն պահը, երբ տեղական ամսագիրներից մեկը, իսկ ավելի կոնկրետ New West ամսագիրը ու նրա լրագրողները չեն որոշում մի քիչ փորել Ջեյմս Ջոնսի եկեղեցու տակ։ Ներքին խոսակցություններով նրանք արդեն սկսել էին կասկածել, որ եկեղեցու պատերի ներսում ինչ որ բան այն չէ, ինչ որ մուտք գործեր են տեղի ունենում։ Եվ հենց այդ ժամանակ նրանք սկսում են կապ հաստատել եկեղեցուց դուրս եկած նախկին անդամների հետ ու սկսում են նրանց հետ գաղտնի հարցազրույցներ անցկացնել։ Եվ այդ ժամանակ լրագրողները իմանում են ցնցող ճշմարտությունը, թե ինչ է իրականում կատարվում հավասարություն քարոզող եկեղեցու պատերի ներսում։ Նախկին անդամները պատմում են ուղղակի անհավանական բաներ։ Նրանք պատմում են, որ եկեղեցում գործում է պատժի կանոնը։ Ջեյմսը ինքը անցկացնում է հարց ու պատասխան իր եկեղեցու հետևորդների շրջանում, հասկանալու համար, թե նրանք ինչպես են ընկալել, հասկացել կամ հիշում իր օրինակ վերջին ճառը բեմից ասված։ Եվ եթե հանկարծ որևէ եկեղեցու անդամ ինչ որ բան չի հիշում կամ Աստված չանի ինչ որ բան հասկացել է ոչ այնպես, ինչպես Ջեյմսն է ուզում, որ նրանք հասկանան, այդ ժամանակ սկսվում էր պատժի արարողակարգը, եւ դա վերբալ պատիժ չէր, դա բառի բուն իմաստով ֆիզիկական պատիժ էր, ընդհուպ մինչև ծեծեր կաշվե գոտիով։ Պատժի ենթարկվում էին բոլորը, կանայք, մեծահասակները ու նույնիսկ երեխաները։ Իսկ ամենացնցողը պատմությունն էր սպիտակ գիշերների մասին։ Փաստորեն P.D.D.-ի սպիտակ փարթիների պրոտոտիպը, նախատիպերը եղել են դեռևս 70-ական թվականներին, ուղղակի մի քիչ այլ մեկնաբանությամբ։ Ըստ եկեղեցու նախկին անդամների, սպիտակ գիշերները ինչ էին իրենցից ներկայացնում։ Շատ պատահական մի գիշեր
Ջեյմս Ջոնսը կարող էր աղմուկ բարձրացնել եւ հրատապ հավաք հայտարարել։ Եկեղեցու բոլոր անդամները պետք է հավաքվեին անտառանման մի տարածքում։ Տարածքում լինում էին մեծ կաթսաներ լցված կարմիր հեղուկով։ Սպիտակ գիշերները սկսվում էին նրանով, որ Ջեյմս Ջոնսը տպավորիչ ճառ էր ասում այն մասին, թե ինչպես է Ամերիկայի կառավարությունը ընկել իրենց հետևից եւ շատ շուտով ամեն ինչ ավարտվելու է, որովհետեւ գաղտնի գործակալությունները իրենց բոլորին ձերբակալելու են։ Հետո Ջեյմս Ջոնսը առաջարկում էր եկեղեցու բոլոր անդամներին առանց ավելորդ հարցեր տալու վերցնել մեկական բաժակ, լցնել այդ բաժակի մեջ կարմիր հեղուկը մեծ տարաներից եւ խմել։ Մարդիկ դա անում էին, իսկ հետո Ջեյմս Ջոնսը հայտարարում էր, որ ընդամենը մի քանի րոպե հետո այդ բոլոր մարդկանց կյանքը ավարտվելու է, որովհետև կարմիր հեղուկը իրականում թույն է եղել։ Մարդիկ սկսում էին լացել, մայրերը սկսում էին հանգստացնել երեխաներին, որ ամեն ինչ լավ է լինելու, հասկանալով, որ ոչինչ էլ լավ չի լինելու, մի խոսքով սարսափելի տեսարան էր լինում։ Իսկ դրանից հետո Ջեյմս Ջոնսը սկսում էր ծիծաղել եւ ասում էր, որ սա ընդամենը կատակ է եւ ընդամենը փորձություն է հասկանալու համար, թե եկեղեցու անդամներից ով է ավելի հավատարիմ եւ ով առանց ավելորդ հարցի կկատարի հրաման, որը ինքն է տալիս։ Եվ հիմա դեռ ժամանակը չէ վերջնական գործողության համար, որովհետև դեռևս կան մարդիկ, ովքեր կասկածում են եւ մարդիկ ցրվում էին։ Սպիտակ գիշերները կրկնվում էին պարբերաբար եւ ամեն անգամ մարդկանց գցում էին նոր ստրեսի եւ էմոցիոնալ վայրիվերումների մեջ, բայց իրականում ինչի համար էր Ջեյմս Ջոնսը անում այս սպիտակ գիշերները։ Նա անում էր դա նրա համար, որպեսզի մարդկանց սովորեցներ, այսպես ասած ընտելացներ մահվան գաղափարի հետ, որովհետև վերջին ակտը լինելու էր շատ շուտով, եւ այդ ժամանակ նա պետք է վստահ լիներ, որ բոլոր մարդիկ միահամուռ առանց ավելորդ հարցի անելու են իր հրամանը։ Եվ այդպես էլ լինում է։ Եվ այսպես գալիս է օգոստոսի 1-ը։ New West ամսագրի հոդվածը հրապարակվում է։ Այս հոդվածը լինում է իսկական բոմբ, իսկական ռում, որը պայթում է, որովհետև մարդիկ հասկանում են, թե իրականում ով է Ջեյմս Ջոնսը եւ ինչ է կատարվում նրա եկեղեցու պատերի ներսում։ Այս հոդվածից հետո Ջեյմսը եւ նրա եկեղեցին հայտնվում են Ամերիկայի կառավարության հատուկ ծառայությունների, իսկ մասնավորապես FBI-ի ուշադրության կենտրոնում։ Բայց Ջեյմսը սրան վաղուց արդեն պատրաստ էր։ Բանն այն է, որ հենց այն ժամանակ, երբ նա զգում է, որ եկեղեցու շատ անդամներ սկսում են դուրս գալ եկեղեցուց, մարդկանց մոտ սկսում են հարցեր առաջանալ եւ որ ամենակարևորն է, ինչ որ լրագրողներ փորձում են փորել ու հասկանալ, թե ինչ է կատարվում եկեղեցու ներսում, Ջեյմսը պայմանավորվում է հարավ-ամերիկյան մի փոքրիկ երկրում, Գայանայում, վարձակալել հողատարածք եւ այդ հողատարածքում սկսել կառուցել իր սեփական քաղաքը, որն էլ անվանում է Jonestown։ Հոդվածի հրապարակվելուց անմիջապես հետո Ջեյմսը հավաքում է իր եկեղեցու հետևորդներին մոտ 1000 հոգի եւ նրանց բացատրում է, որ պահը եկել է։ Կառավարությանը դուր չի գալիս այն հանգամանքը, որ իրենք բացել են դռները սևամորթների առաջ եւ քարոզում են հավասարություն ու շատ շուտով հատուկ ծառայությունները գալու են իրենց հետևից, ձերբակալելու են, կանանց բռնության են ենթարկելու, երեխաներին բաժանելու են ծնողներից։ Միակ ճանապարհն է հեռանալ Ամերիկայից եւ ստեղծել սեփական դրախտը երկրի վրա։ Մոտ 1000 հոգի, իսկ ավելի կոնկրետ 918 հոգի հավատում է Ջեյմսի խոսքերին եւ վաճառելով տունը ու վերջին կոպեկը նվիրելով եկեղեցուն, որոշում է գնալ Ջեյմսի հետևից անհայտ մի տեղ գտնելու իր դրախտը։ Միայն թե այս մարդիկ չգիտեին, որ այնտեղ, որտեղ փնտրում են նրանք դրախտ, գտնելու են իսկական դժոխքը իրենց կյանքի։ Հասնելուց անմիջապես հետո Ջեյմս Ջոնսը վերցնում է այս մարդկանց անձնագրերը
Բացատրելով, որ սա ընդհանրապես անվտանգության համար է արվում եւ ցանկացած պահի, երբ նրանք ցանկանան, իրենց անձնագիրը կարող են հետ վերցնել ու վերադառնալ Ամերիկա։ Անձնագրերը այդպես էլ ոչ ոք հետ չի ստանում։ Հենց այստեղ է տեղի ունենալու իրադարձություն, որը շոկի ենթարկեց ամբողջ աշխարհը ու մինչև այսօր էլ մնում է պատմության մեջ, որպես ամենամասսայական դեպքը, երբ մեծաթիվ մարդիկ կամավոր վերջ են տվել իրենց կյանքին։ Բայց ինչ էին մարդիկ անում այնտեղ մինչև այդ չարաբաստիկ դեպքը։ Սա հասկանալը շատ կարևոր է այցելուների համար, ովքեր գալիս էին պարզապես տեսնելու, թե ինչպիսին է ժողովրդի տաճարի ստեղծած դրախտը երկրի վրա, իսկապես դրախտի տեսք ուներ, այնտեղ կանաչն ու բուսականությունն էր շատ, եկեղեցու անդամները իրենց ձեռքով իրենց տներն էին կառուցել, երեխաները գնում էին դպրոց, բոլորը երջանիկ էին։ It's the most beautiful place I've ever been in all my life. I really appreciate being here, being able to work under Father's direction. Բայց սա միայն թվացial արտաքին կողմներ հյուրերի համար։ Այն ավելի շատ նման էր համակենտրոնացման ճամբարի։ Վերկացը ամեն օր առավոտյան ժամը 5:30 էր։ Մարդիկ արթնանում էին վաղ կանուխ եւ սկսում էին աշխատել մինչև երեկոյան ժամը 10, իսկ դրանից հետո նրանք պարտավոր էին հավաքվել Ջեյմս Ջոնսի շուրջ եւ լսել նրա ճառերը, քարոզները ու սովորել, այսպես ասած։ Այսինքն մարդիկ արթնանում էին 5:30, մինչև ժամը 10 աշխատում էին, իսկ հետո հոգնած, ջարդված շարունակում էին սովորել, իսկ հետո նորից 5:30 արթնանում էին եւ անցնում աշխատանքի։ Հետաքրքիր մի բան, չկային հայլիներ։ Հայլիները արգելված էին բոլոր սենյակներում, ու գիտեք ինչու, որովհետեւ ըստ հոգեբանության, եթե մարդը երկար ժամանակ ինքն իրեն չի նայում հայլու մեջ, սկսում է մոռանալ իր ով լինելը եւ մեխանիկորեն նա սկսում է մոռանալ, որ ինքը առանձին անձնավորություն է եւ իրեն սկսում է ասոցացնել ամբողջի հետ։ Հենց դա էր պետք Ջեյմս Ջոնսին։ Կային հատուկ կենտֆիլմեր, որոնք թույլատրված էին, որպեսզի եկեղեցու անդամները դիտեն։ Դրանք միայն այն հատուկ կենտֆիլմերն էին, որոնք քարոզում էին կոմունիզմ եւ հավասարություն, բայց նույնիսկ այդ թույլատրված ֆիլմերը մարդիկ չէին կարող դիտել առանձին, նրանք պետք է դիտեին Ջեյմս Ջոնսի հետ միասին, որպեսզի Աստված ոչ անի, հանկարծ մի բան թարս չհասկանան։ Միակ սնունդը, որ թույլատրված էր եկեղեցու անդամներին ուտել բրինձն էր, լոբին եւ ժամանակ առ ժամանակ ձկան չորացած կտորներ։ Իսկ որ ամենասարսափելին էր, երեխաներին բոլորին առանձնացրել էին իրենց ընտանիքներից ու պահում էին առանձին տներում։ Այսինքն քարոզը եւ ուղեղների լվացումը երեխաների տեղի էր ունենում շատ ավելի արագացված տեմպերով։ Մայրերին թույլատրված էր երեխաներին տեսնել միայն օրը մեկ անգամ, իսկ հայրերը կարող էին դա անել հատուկ թույլտվությամբ շաբաթը մեկ անգամ։ Բայց ամենավախենալուն այն էր, որ շարունակվում են նաև այս սպիտակ գիշերները ու կամաց դրանք էլ ավելի մասշտաբային եւ էլ ավելի վախենալու էին պարզապես դառնում։ Բայց այդ սպիտակ գիշերները ցույց էին տալիս Ջեյմսին, թե որքանով են մարդիկ ժամանակի ընթացքում բթանում, դառնում հլու հնազանդ եւ պատրաստակամ անելու իր ցանկացած հրամանը։ Ու մի կարևոր բան էլ, ամբողջ օրվա ընթացքում, արթուն ժամանակ թե քնի ժամանակ ռադիոյով բարձր հնչում էր Ջեյմսի ձայնը։ Եվ դա պատահական չէր։ Սա հոգեբանական մանիպուլյացիայի հնարք էր, որը կոչվում էր ձայնային անքնություն։ Այդպես Ջեյմսը անverջ իր ձայնով մանիպուլացնում էր մարդկանց, նրանց ներշնչելով, որ նրանք պետք է ցանկացած պահի պատրաստ լինեն կատարել մի հոգու հրաման։ Եվ դա այն մարդն է, ում ձայնը օր ու գիշեր նրանց ականջներում է։ This is a beautiful place here and it's fun over here. It's really good.
Բայց ամեն ինչ մի օր շատ հանկարծակի է փոխվում եւ փոխվում է, որովհետեւ այնտեղ Ամերիկայում մի մարդ սկսում է շատ հարցեր տալ։ Ով էր այդ մարդը, որ սկսել էր անհարմար հարցեր տալ այնտեղ Ամերիկայում։ Այդ մարդը Լեո Ժոզեֆն էր։ Նա կոնգրեսմեն էր, բայց միևնույն ժամանակ իր տեսակով այնպիսի մարդ էր, որ իսկապես շատ անհանգստանում էր մարդկանց համար եւ եթե կարող էր որևէ բանով օգտակար լինել, անպայման դա անում էր։ Եվ ահա Լեո Ժոզեֆի բնավորությունը իմանալով բազմաթիվ մարդիկ ում քույրերը, եղբայրները, բարեկամները, դստրերը գտնվում էին այնտեղ Ջեյմսի եկեղեցու անդամ են, սկսում են նամակներ գրել կոնգրեսմենին, խնդրելով, որպեսզի նա ճանապարհ գտնի գնալու, տեսնելու, թե ինչ է կատարվում, որովհետև իրենք շատ անհանգստացած են իրենց բարեկամների ու հարազատների համար, նրանցից ոչ մի լուր չունեն։ Ջեյմսը որոշում է սկզբում նամակ գրել եւ նամակին ի պատասխան ուղղակի կարճ հաղորդագրություն է ստանում Ջեյմս Ջոնսից, որ ամեն ինչ կարգին է, Ջեյմսթաունում հրաշալի պայմաններ են եւ մարդիկ գտել են այնպիսի կյանք, որի մասին նույնիսկ չէին կարող ժամանակին երազել։ Բայց այնուամենայնիվ Լեո Ջոզեֆի համար այս պատասխանը բավարար չի լինում։ Նա ինչ որ բան է զգում, կարծես թե վատ ներքին զգացողություն ունի ու դրա համար թույլտվություն է խնդրում Ջեյմս Ջոնսից գնալ, այցելել ու սեփական աչքերով տեսնել, թե ինչպես են այնտեղ ապրում ամերիկացիները։ Իհարկե, սա Ջեյմս Ջոնսի սրտով չէր բոլորովին, բայց նա չէր կարող հրաժարվել, որովհետև կոնգրեսմենը ի պաշտոնե կարող էր պահանջել գնալ եւ տեսնել, թե ինչպես է որևէ բնակավայրում ապրում ամերիկացի ժողովուրդը։ Եվ բնականաբար Ջեյմս Ջոնսին մնում էր միայն համաձայնվել։ Եվ այսպես 1978 թվականի նոյեմբերի 17 չարաբաստիկ դեպքից 24 ժամ առաջ ժամանում է կոնգրեսմենը։ Նրանք դիմավորում են շքեղ, կազմակերպում են շքեղ ընթրիք, որի ժամանակ Լեո Ժոզեֆը հնարավորություն է ունենում շփվել ոչ միայն Ջեյմսի, այլ նաև բնակիչների հետ։ Եվ ինչպես արդեն ասացի, այստեղ իսկապես ամեն ինչ այնպես էր ներկայացված, որ հյուրերը պատկերացնում էին, թե իսկական դրախտում են հայտնվել։ Ու կոնգրեսմենը հենց այդպիսի տպավորություն էլ ստանում է։ Բայց այ ընթրիքից հետո ուշ երեկոյան տեղի է ունենում մի դեպք, որը ամբողջությամբ փոխում է սցենարը, երբ որ նա լինում է առաջին փոքրիկ դոմինոն, որ ընկնում է ու տանում է դեպի չարաբաստիկ դեպքը, որ պետք է տեղի ունենար հաջորդ օրը։ Իսկ դուք գիտեք ինչու են ամերիկյան ֆիլմերում մարդիկ գնում հենց Լաս Վեգաս ամուսնանալու։ Սա հոլիվուդյան միֆ չէ, սա իրականություն է։ Լաս Վեգասում մարդիկ կարողանում են շատ արագ ամուսնանալ ու շատ արագ ստանալ ամուսնության վկայական, իսկ Լոս Անջելեսում օրինակ ստիպված են լինում նախապես գրանցվել ու սպասել իրենց հերթին։ Բայց հիմա ամեն ինչ փոխվել է։ Հիմա արդեն Լոսում էլ կարող եք արագ ամուսնանալ ու արագ ստանալ ձեր ամուսնության վկայականը։ Կարող եք ամուսնության արարողությունը կազմակերպել համապատասխան գրասենյակում կամ խնդրել, որ գան ձեզ ամուսնացնեն ձեզ հարմար տեղում։ Տխուր բաներից չխոսենք, բայց արագ բաժանության process-ել են կազմակերպում։ Մի խոսքով, ամուսնանալիս կամ բաժանվելիս դիմեք Y&N Document Assist ընկերությանը։ Կոնգրեսմենը մենակ չէր եկել, նրան ուղեկցում էին նաև լրագրողներ։ Եվ ահա շատ պատահական, լրագրողներից մեկին մոտենում է բնակիչներից մեկը եւ նրան ծածուկ մի թղթի կտոր է փոխանցում։ Լրագրողը բացում է այդ թուղթը եւ կարդում է անհավանական մի բան։ Տղամարդը նամակ էր թողել, որի մեջ գրել էր. «Խնդրում եմ, տարեք մեզ այստեղից։ Մեզ պահում են այստեղ ուժով»։ Եվ նամակի վերջում գրված էր 5 մարդու անուն, 5 մարդ, ովքեր ըստ նամակի ուժով էին պահվում եւ փրկություն էին խնդրում կոնգրեսմենից ու լրագրողներից։ Լրագրողը երևի թե լավ չէր հասկանում, թե իրականում ինչ տիպի աննորմալի հետ գործ ունի, ու դա է լինում պատճառը, որ նա պատմում է նամակի մասին, սկզբում կոնգրեսմենին, իսկ կոնգրեսմենը այդ նամակի մասին պատմում է
հենց նրան, Ջեյմս Ջոնսին։ People play games, friend. They lie. What can I do about lies? Ու կոնգրեսմենը հրապարակային հայտարարություն է անում, որ ինքը պատրաստ է իր հետ տանել Ամերիկա բոլոր նրանց, ովքեր ուզում են լքել։ Կարճ ժամանակ հետո 5 հոգանոց ցուցակը դառնում է 20 հոգանոց ցուցակ։ Եվ այսպես բացվում է 1978 թվականի նոյեմբերի 18-ի առավոտը։ Ամեն ինչ խաղաղ էր, արևոտ էր ու հարյուրավոր մարդիկ անգամ չէին էլ կասկածում, որ սա նրանց վերջին առավոտն է լինելու։ Կոնգրեսմենը հավաքում է այն 20 մարդկանց, ում իր հետ պետք է տաներ սկզբից Գայանայի կենտրոն, իսկ այնտեղից արդեն Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Սա իսկական ազատության ճանապարհ էր մարդկանց համար։ Եվ ահա հենց այն վայրկյանին, երբ կոնգրեսմենը 20 մարդկանց ու իր ուղեկցող լրագրողների հետ փորձում է բարձրանալ ինքնաթիռ, շատ պատահական նրա դիմաց կանգնում են բեռնատար մեքենաներ, որոնցից իջնում են զինված մարդիկ եւ արդեն մանրամասները պատմել, թե ինչ է տեղի ունենում այդ հրապարակում ավելորդ է։ Միայն կասեմ, որ այդ օրը առավոտյան ինքնաթիռների այդ հրապարակում կյանքից հեռանում է 5 մարդ։ Կոնգրեսմենը, նրան ուղեկցող լրագրողը եւ օպերատորը, լուսանկարիչը եւ մի կին հեռացող։ Բայց կոնգրեսմենի թիմից կարողանում է փրկվել մեկ մարդ, կոնգրեսմենի օգնականը, ով տեսնելով զինված մարդկանց հասցնում է թաքնվել ինքնաթիռի հետևի հատվածում եւ այդպես նրան չեն նկատում ու այս դաժան իրադարձություններից հետո նրան հաջողվում է պարզապես փախուստի դիմել եւ շատ արագ հայտնվել Գայանայի մայրաքաղաքում։ Բայց սա ամենադաժանը չէր, ինչ պետք է տեղի ունենար այդ օրը։ Գլխավոր գործողությունը սկսվելու էր մի քանի րոպե հետո Ջեյմսթաունի գլխավոր հրապարակում։ Ջեյմս Ջոնսը հասկանում է, որ սա արդեն վերջն է։ Նա հասկանում է, որ կոնգրեսմենի օգնականը փրկվել է եւ հաշված րոպեների ընթացքում այն, թե ինչ է տեղի ունենում իրականում Ջեյմսթաունում, իմանալու են ոչ միայն Գայանայի մայրաքաղաքում, այլ նաեւ Ամերիկայում եւ շատ շուտով հատուկ ծառայությունները շրջափակելու են Ջեյմսթաունը եւ ինչ է նա անում։ Նոյեմբերի 18 ցերեկը ժամը 3-ն էր։ Բարձրախոսերով լսվում է Ջեյմս Ջոնսի ձայնը։ Հրահանգը պարզ էր եւ մեկն էր՝ շտաբ հավաքվել գլխավոր հրապարակում։ 918 մարդ, մեկ մարդու նման հավաքվում են։ Նրանց համար սա սովորական հրահանգ էր, նրանք սա բազմիցս էին արել սպիտակ գիշերների ժամանակ։ Բայց այս անգամ Ջեյմսի ձայնը տարօրինակ էր, շատ ավելի կտրուկ էր ու շատ ավելի տագնապային։ Նա ասաց. «Քույրեր եւ եղբայրներ, ժամանակը եկել է»։ Այն, ինչ տեղի է ունենում այս հայտարարությունից հետո, դժվար է նույնիսկ նկարագրել։ Պարզ է միայն մի բան. 918 մարդ, որոնց շարքում էին կանայք, մեծահասակներ, երեխաներ, ընդ որում ամենափոքրը 11 ամսական էր։ Ընդունում են Ջեյմսի առաջարկած թույնը եւ հաշված րոպեներ հետո բոլոր 918 մարդը հեռանում է կյանքից։ Հաջորդ օրը դեպքի վայր հասած հատուկ ծառայության կատարած լուսանկարները իսկապես ցնցող են։ Դրանք նույնիսկ ցուցադրել հնարավոր չէ, որովհետև հարյուրավոր մարդիկ, համարյա 1000 մարդ, ընտանիքներ, մայրեր գրկած երեխաներին կողք կողքի հանգիստ պառկած են եւ չիմանալու դեպքում քեզ կթվա, թե նրանք պարզապես քնած են, միայն թե նրանք քնած չէին, նրանք ուղղակի հեռացել էին այս աշխարհից արդեն։ Ինչ եղավ Ջեյմս Ջոնսի հետ։
Արդյոք հնարավոր է 2026 թվականին գալ Ամերիկա կամ եթե արդեն այստեղ եք օրինականանալ։ Ռեալ տարբերակներ կան, ուղղակի պետք է լինել տեղեկացված, բայց ցավոք սրտի շատ էմիգրացիոն փաստաբաններ հենց այնպես ինֆորմացիայով չեն կիսվում եւ չեն կրթում մարդկանց։ Դրա համար անհրաժեշտ է գումար ծախսել եւ գնալ կոնսուլտացիայի։ Ես ձեզ համար գտել եմ էմիգրացիոն փաստաբան, ով այն եզակիներից է, որ իր Instagram-ի էջում բոլորովին անվճար տալիս է շատ կարևոր ինֆորմացիա, որի մասին իդեպ շատ քիչ փաստաբաններ են խոսում։ Մերի Կոստանյանի էջից կիմանաք բոլոր կարևոր էմիգրացիոն նորությունները, իսկ վիդեոյի կոմենտներում կարող եք գրել հարցեր փաստաբանին եւ Մերին դրանց կպատասխանի։ Նա ըստ վարկածի այդպես էլ չի խմում այն թույնը, որը տվել էր իր հետևորդներին։ Բայց Ջեյմս Ջոնսը հեռանում է կյանքից։ Միայն թե հեռանում է կրակոցից, որը ստանում է գլխին։ Բայց թե ով է հասցնում որոշիչ կրակոցը, մինչև այսօր էլ հայտնի չէ։ Բայց մի հետաքրքիր բան, մինչև այսօր էլ այս ցնցող ու ողբերգական դեպքի մանրամասները շատ տարօրինակ են թվում մարդկանց։ Առաջին տարօրինակություն։ Պաշտոնական տվյալները ասում են, որ սա կամավոր որոշում էր։ Այո, եկեղեցու անդամները հավաքվել են եւ մի մարդու պես որոշել են կատարել իրենց առաջնորդի հրամանը։ Միայն թե հետագայում այս մարդկանցից 70-ի մարմինների վրա հայտնաբերվում են ներարկումների տեղեր, այն հատվածներում մարմնի, որտեղ մարդը ֆիզիկապես ինքն իրեն չէր կարող անել ներարկում։ Հետագայում արդեն մի քանի փրկվածներ, որոնք ուղղակի բախտի բերմամբ են փրկվել, որովհետև նրանցից մեկը պարզապես վատ լսողություն է ունեցել եւ չի լսել Ջեյմսի հրամանը, իսկ մյուսը պարզապես քնած է մնացել, պատմում են, որ իրականում եղել են մարդիկ, ովքեր հրաժարվել են կատարել Ջեյմսի հրամանը, եւ բոլոր այդ մարդիկ, ովքեր փորձել են փախուստի դիմել եւ փրկել իրենց կյանքը, բռնվել են Ջեյմսի եւ նրա զինված բանակի կողմից ու ստիպողաբար նրանց ներարկել են թույնը։ Ավելի ցնցող մի բան, մայրերին բաժանել են թույնով լցված ներարկիչներ, որպեսզի նրանք կարողանան այդ թույնը ուղղակիորեն կաթեցնեն իրենց փոքր երեխաների բերանների մեջ, որովհետև նրանց թվում կային երեխաներ, ովքեր դեռևս ուտել ու խմել չէին սովորել։ Եվ ամենամեծ տարօրինակությունը մինչև այսօր էլ մնում է այն, որ Ամերիկայի հատուկ ծառայությունները նման աղմկոտ դեպքը իմանալուց հետո դեպքի վայր հասնում են 2 օր ուշացմամբ։ Ու մինչև այսօր էլ Ամերիկայի արխիվներում այս գործի հետ կապված շատ փաստաթղթեր շարունակում են մնալ գաղտնի ու փակ հանրության համար։ Ու եթե այս ամբողջ պատմությունը լսելուց հետո ձեզ թվում է, որ դուք լսեցիք պարզապես ողբերգական մի ցնցող դեպք, որը սակայն բացատրվում է ուղղակի նրանով, որ հարյուրավոր մարդիկ դարձել էին աղանդի զոհ, շտապեմ ձեզ զարմացնել։ Մինչև այսօր այս դեպքի հետ կապված օդում կախված են մնում մի քանի կարևոր հարցեր։ Հիշում եք, ես պատմում էի, որ Ջեյմս Ջոնսը ուներ մոտ $10 միլիոն շվեյցարական ու Պանամայի բանկերի գաղտնի հաշիվներին։ Այդ հաշիվները գտնվել էին, սակայն գումարը, որը դրված էր այդ հաշիվների վրա, այդպես էլ հետ չի վերադարձվել։ Ուր են կորել այդ գումարները։ Հարց երկրորդ։ Ջեյմս Ջոնսը ուներ օգնականներ, ովքեր այսպես ասած People's Temple-ի ժողովրդի տաճար եկեղեցու բարձրախավն էին համարվում ու հետագայում արդեն հայտնաբերվում է ժապավեն, որի վրա ձայնագրված էր վերջին 15 րոպեն չարաբաստիկ այս դեպքից առաջ եւ որտեղ հստակ լսվում է Ջեյմս Ջոնսի ձայնը, ով որ ամեն ինչ անում է, որպեսզի Ջեյմսթաունը լքեն այդ վերնախավի որոշ ներկայացուցիչներ, ովքեր իրենց հետ գումարով լի ճամպրուկներ էին տանում։ Այս մարդկանցից մեկին իրականում հաջողվում է նույնիսկ փախչել Ամերիկա, բայց հիմա զարմանալի մի բան։ Ընդամենը ամիսներ հետո նա կամավոր հեռանում է կյանքից, չթողնելով ոչ մի բացատրական նամակ։ Իսկ գումարը, որը նա իր հետ վերցրել էր, այդպես էլ չի գտնվում։
Բայց երրորդ ու ամենակարևոր պահը Ջեյմս Ջոնսը իր խոսակցությունների ժամանակ շատ հաճախ նշում էր, որ ինքը կապեր ունի գաղտնի ծառայությունների հետ եւ նույնիսկ ասում էր, որ Ամերիկայի կառավարությունը պետք է հետազոտի այն, ինչ ինքը ստեղծել է այս վայրում, որպեսզի հասկանա, թե ինչ ուժով ընդհանրապես մի մարդ կարող է ղեկավարել հազարների։ Եվ այս թեորիան շատ կոնսպիրոլոգների թույլ է տալիս մտածել, որ այն, ինչ իրականում տեղի է ունեցել 1978 թվականին, դա պատմություն չէ սովորական քարոզչի առաջնորդի եւ աղանդի հետևորդների ու արդյունքում տեղի ունեցած ողբերգության մասին։ Դա պատմություն է հատուկ էքսպերիմենտի մասին, որ անցկացնում են մարդկության վրա եւ որի մեջ խառնված են եղել շատ ավելի բարձր մութ ուժեր։ Ինչ էր տեղի ունեցել, մենք միայն կարող ենք գուշակել, հաստատ իմանալ մենք այլևս չենք կարողանա, բայց այս պատմությունը սովորեցնում է մի բան, թե ուր կարող է մարդուն տանել մանիպուլյացիան, ուր կարող է մարդուն տանել այն, որ նրանք հույսը եւ հավատը փնտրում են որևէ այլ մարդու մեջ, ով նրանց խոստանում է դրախտ։ Սովորաբար դրախտի խոստումը լինում է հենց այն գլխավոր թակարդը, որի մեջ մարդիկ ընկնում են։ Ու ցավոք սրտի, այս դեպքից անցել են տարիներ, բայց նույնիսկ այսօր նման թակարդներ կան մեր շուրջը ամեն օր։ Instagram-ում կամ YouTube-ում հայտնվող բիզնես մենթորների, հոգևոր առաջնորդների տեսքով մարդկանց, ովքեր պատրաստ են ձեզ սովորեցնել, թե ինչպես ազատվեք ձեր կոմպլեքսներից, ինչպես ավելի գեղեցիկ կյանք ձեզ համար կառուցեք եւ սովորեք ուղղակի գնահատել ձեզ շրջապատող աշխարհը կամ էլ ներքին անձի աճ գրանցել։ Այնպես որ հետևությունը մեկն է։ Պարզապես ձեր հույսը փնտրեք ձեր մեջ եւ երբեք մի գնացեք նրա հետևից, ով ձեզ խոստանում է ստեղծել դրախտ երկրի վրա։ Ես սպասում եմ ձեզ կոմենտներում, սա իսկապես շատ տպավորիչ պատմություն է ու ես հուսով եմ, որ ձեզ այն դուր եկավ, բայց ամենակարևորը ես ուզում եմ, որպեսզի դուք գրեք կոմենտներում ձեր կարծիքը, ինչ եք դուք մտածում, իսկապես 918 մարդը աղանդի զոհ էին եւ պարզապես դառնում են Ջեյմս Ջոնսի զոհը, թե այս ամենի հետևում թաքնված էր շատ ավելի խորը մի բան, ու դուք եւս հավատում եք, որ սա ոչ այլ ինչ էր, քան էքսպերիմենտ մարդկանց վրա։ Խնդրում եմ նաեւ, որպեսզի անպայման լայքեք այս վիդեոն եւ տարածեք այն ձեր սոցհարթակներում, Facebook, Instagram, անպայման ինձ նշելով։ Ու եթե ունեք հետաքրքիր թեմաներ, որի մասին ուզում եք ես նոր վիդեոներ նկարեմ, անպայման թողեք մեկնաբանություններում։